60 երկար ու ձիգ տարիներ, 60 առաջին և վերջին զանգ։ Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցը նշում է հիմնադրման 60-ամյակը։ Գյուղում եռուզեռ էր։ Դպրոցի տոնը հավաքել էր իր շուրջը բոլոր հեշտիացիներին։ Միջոցառումը, որը նվիրված էր հանրային դպրոցի 60-ամյակին, բաղկացած էր 2 փուլից։ Առաջինը ցուցահանդես էր, որում ներկայացվեց դպրոցի յուրաքանչյուր դասարանների աշխատանքները, իսկ երկրորդում գեղարվեստական մասը։ 60 տարին թվում է, թե քիչ ժամանակաշրջան է, բայց արված աշխատանքները եւ վաստակը մեծ է։ Ասեմ, որ մեր դպրոցը հիմնադրվել է 1964 թվականին։ 1964 թվականին, երբ առաջին դասարանցիները մտան այս դպրոց, եւ ոչ ոք չէր պատկերացնում, որ այս երկրորդ դպրոց կդառնա, որովհետեւ այն հանդիսանում էր ուրեմն Հեշտիայի դպրոցի մասնաշենքը։ 2 տարի այն հանդիսանում էր մասնաշենք, ապա 1965 թվականի վերջին դպրոցը դարձավ 8-ամյա դպրոց։ Իսկ 1966 թվականից մեր դպրոցը արդեն հանրային դպրոց, այսինքն միջնակարգ դպրոց էր հանդիսանում, եւ մինչեւ օրս կրում է այդ լուծը իր ամեն էությամբ, ամեն մի գործունեությամբ նա համապատասխանում է կրթական մի մեծ օջախի, որտեղ կրթվել ու դաստիարակվել են բազմաթիվ մարդիկ, այդ թվում ես չպետք է մոռանամ առանձնապես այն մարդկանց, ովքեր մեծ վաստակ ունեն եւ մեր երկրում եւ նաեւ հանրապետությունից դուրս։ Ասեմ, որ այս դպրոցում է ուսանել Դավիթ Լոկյանը, մեկ Մկրտիչ Գրաբսկին, որի աշխատանքները տեսնում եք հենց նրա գործունեությունը, ոչ միայն նա հանդիսանում էր բժշկականությունների տեխնազու լավագույն բժիշկ, այլ նաև տաղանդավոր բանաստեղծ, որ մինչև օրս նա ստեղծագործում է եւ այն էլ ինչ բարձր մակարդակի։ Ասեմ, որ մեր դպրոցում դպրոցի աշակերտների ստեղծագործություններից այսօր կան Արգամ Երանոսյանը, Վիկտոր Հովսեփյանը, ուրեմն նշեմ, որ Կարապետ Երանոսյանը, ասեմ, որ հենց մեր դպրոցի ուսուցիչների ստեղծագործությունները նույնպես այստեղ մենք ներկայացրել ենք, դա հանդիսանում է Կլիմենտ Անտոնյանի աշխատանքները, գիրքը եւ նաեւ ներկայացրել ենք Սալավատ Արոյանի Բեկորներ մշոջոջ քարի ստեղծագործությունը։ Նաեւ պետք է նշեմ, որ հենց այստեղ մենք ներկայացրել ենք մեր մի քանի տարի առաջ ավարտած ուսանողուհի այժմ Կարապետյան Օֆելիայի ստեղծագործությունը, որը շատ հստակ ուրեմն ապագա է խոստանում, մեծ ապագա է խոստանում, նա այսօր գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, գնացել է իր ուսանողական գործունեությունը շարունակելու այնտեղ։ Այստեղ ուրեմն նաև կա ստեղծագործող Սոնյա Սանամյանի ստեղծագործությունը, որը ներկայացնում է գյուղական առօրյան, կյանքը, սերը եւ ամեն ինչ։ Ինչպես տեսնում եք, մեր դպրոցը հարուստ է արվեստի նմուշներով, բայց դրանց գլուխգործոցը հանդիսանում է Հավլետ Արոյանի, մեր վաստակավոր մանկավարժի եւ վաստակավոր նկարիչի ստեղծագործությունները, որոնք դուք տեսնում եք նրա որմնանկարները, նրա ստեղծագործությունը, որ զարդարում է ամբողջ դպրոցը։ Առաջին փուլի աշխատանքները շատ տպավորիչ էին։ Այն ապացույցն էր այն բանի, որ հանրային դպրոցում կրթվում ու հասակ են առնում բազմակողմանի զարգացած աշակերտներ։ Տոնի նախօրեին մեր նկարահանող խումբը հետևեց նրանց նախապատրաստական աշխատանքներին։ Պատրաստած ցուցանմուշների մասին խոսեցին դպրոցի աշակերտները։ Իրականում սա երկրորդ մակետն է, որը պատրաստում ենք կավով, արդեն կավով ենք աշխատում, հա։ Առաջինը եղել է Ռաբաթի Բերդը ու Վարզյան, իրար ենք խառնել եւ ընդհանուր մեկ տեսք ենք տվել։ Այս պատկերը արել ենք Թբիլիսի, մասնակցել ենք ցուցահանդեսի, ամբողջ Վրաստանի մասշտաբով տեղի է ունեցել ցուցահանդես, որի շրջանակներում մենք հանդես ենք եկել այս մակետով։ Հաջորդը, երբ որ միտք առաջացավ դպրոցի 60-ամյակի միջոցառման համար, մենք որոշեցինք դպրոցի կավե մակետը պատրաստել գիշերային լուսավորմամբ։ Ծրագրավորումը կատարված է Arduino-ով, հիմնականում երբ մութ է լինելու, ծրագրի մեջ այնպես է գրված, որ ավտոմատ լույսերը միանան։ Հիմնականում այս ամենը տեղի ունեցել STEM-ի շրջանակներում։ STEM ծրագիրը արդեն 2-ից 3 տարի է ինչ դպրոցում գործում է։
Այստեղ աշակերտների հետ պատրաստել ենք հետաքրքիր ցուցահանդես, աշակերտների օգնությամբ ստեղծել ենք դպրոցի դրոշը, դպրոցի քարտեզը եւ նաեւ դպրոցի 60 տարիների շրջանավարտների ֆոտոժապավենը, սպասելով սերունդի դպրոցի կան տեսնեն իրենց նկարները, վերհիշեն իրենց դպրոցական հետաքրքիր անցած կյանքը։ Տոնական էր մայիսի 11-ը ողջ գյուղի հասարակության համար։ 60 երկար ու ձիգ տարիների ընթացքում կրթօջախը դաստիարակել է բազում սաների, որոնցից հատկանշական են գիտնականներ, նկարիչներ, բժիշկներ, բանաստեղծներ, ակադեմիկոսներ ու շատերը, ում բառերով թվելն անհնար է։ Միջոցառման պաշտոնական բացումն սկսվեց Վրաստանի պետական օրհներգով։ Հարգելի ուսուցիչներ, սիրելի աշակերտներ, ծնողներ, հյուրեր եւ համագյուղացիներ, սիրով ողջունում ենք բոլորիդ։ Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցի հիմնադրման 60-ամյակի կապակցությամբ։ Այս հոբելյանը հանդիսանում է ոչ միայն հիշարժան տարելից, այլ նաև մեր դպրոցի անցած վսեմ ուղու, արժեքների եւ ապագայի հանդեպ ունեցած մեր հավատքի խորհրդանիշը։ 6 տասնամյակ շարունակ մեր դպրոցը եղել է կրթության, մարդկայնության եւ նվիրվածության խորհրդանիշ, սերունդներ կրթելով հայրենասիրությամբ, գիտելիքով եւ արժանապատվությամբ։ Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցի տոնին ներկա էին Նինոց Մինդայի ավականու ու քաղաքապետարանի ներկայացուցիչները, ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչ Էլմիրա Դարփինյանը, Ժվանյայի անվան դպրոցի կոորդինատոր Էլմիրա Քսպոյանը, հանրային դպրոցների տնօրեններ, Հեշտիայի բարերարներ։ Նշենք նաև, որ իր ներկայությամբ դահլիճներ զարդարել Հեշտիայի թիվ 2 դպրոցի հիմնադիր ու տնօրեն, հայրենական մեծ պատերազմի վետերան 101-ամյա Ներսես Սիմոնյանը, գյուղի զավակ Սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանը։ Միջոցառմանը իրենց խոսքով հանդես եկան խորհրդարանի պատգամավոր Սմբատ Գյուրեղյանն ու քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը։ Ինչպես մեր նախնիները կասեին, դուք շատ խորոտիկ, խոսալ չաս։ Ես լինելով մանկավար, նախկին չեմ ասում, որովհետև մանկավարժը ամբողջ կյանքում մանկավարժ է, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ձեզ մանկավարժներին այսօրվա գեղեցիկ օրվա, հոբելյանական օրվա կապակցությամբ։ 60 տարիները դա մեկ մարդու կյանքի պատմություն չէ, դա սերենդների պատմություն է, որ կրթելով, դաստիարակելով, տալով հոգևոր բավարար սնունդ հասել են մեր օրերը։ Չնայած յուրաքանչյուր մեկը տարբեր կյանքի ուղի է բռնել, բայց այնուամենայնիվ բոլոր 60 տարվա սերունդի ներկայացուցիչները որպես դպրոցի սաներ տարբեր ասպարեզներում պահել են հեշտեցու մարդ լինելու իսկական մեծ պատիվը։ Պատիվ պահելը մի այլ բան է կրթվելը, դաստիարակվելը եւ այդ ամենի հիմնական շնորհը հանդիսանում է դպրոցի մանկավարժական կոլեկտիվին։ Այսօրվա հոբելյանական իմաստը շատ մեծ է, որովհետև ներկա է առաջին տնօրենը պարոն Սիմոնյանը։ Ես առիթից օգտվելով Սիմոնյանի շնորհավորում եմ նաև երեկվա մեծ տոնը, որովհետև մարդը երեք Մոսկվայի հրապարակում տոնում էր մայիսին, այսօր Հեշտիայի կրթօջախում տոնում է Հեշտիայի դպրոցի 60-ամյակը։ Սա չափից դուրս թու ասված ես մարդուն շատ մեծ երկար առողջություն տա։ Խնդրում եմ ձեզ ծափարությունները եւ ես նոր ելույթներից բաներ որսացի, որ պարոն Արոյանը առաջի դասարանցին ես, խնդրում եմ ձեզ շնորհավորել։ Նաեւ այսօրվա 60-ամյակի կապակցության նաեւ պարոն Արոյան ձեզ շնորհավորում ենք։ Ռոցա մեսկը ջավախեցի, թորը ծուծուսատովեց։ Ռոցա գիտեք Քրիստե իշ բադակարթ շեմավատովես, կախել շիրոմ զեանթիա, իդիդոս, կախելի ռոմարիք նեբա վազակ, սրեմ լիվից մինդոս, սվիսմոնավի արկոբիվար, գրծանիս դիտկորս մավնիվար, սակլավշի ծրովից կվատվելա, սպադի ծոցակ զիջովիվար, վիդմեմ մերթո, սակարթվելո, քարտվելը վիմ ծիր դևա։
Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ այսօր այս գեղեցիկ միջոցառմանը եւ տեսնում եմ շատ հարազատ դեմքեր, որովհետեւ ինչպես գիտեք, գալիս եմ ձեր ոլորտից եւ ինձ համար, որտեղ որ աշխատեմ, դպրոցը մնում է ամենահարազատ եւ մոտիկ ոլորտ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ այն բանի համար, որ տեսնում եմ այսքան երեխեք, որոնք որ դպրոցի սաներ են եւ մի քանի տարի հետո, ինչպես նախկին ձեր դպրոցի սաները կան, գոյություն ունեն եւ պահում են դպրոցը եւ գյուղը։ Որպես գործադիր Մարմենի ներկայացուցիչ ասեմ, որ մեր մունիցիպալիտետի ամենակարևոր ուղղությունը մեր երիտասարդների աջակցությունն է եւ հիմնական մեր ուղղությունը հենց ուղղված է դրա համար, որ զարգանա մեր երիտասարդությունը եւ երեխաները։ Հենց առաջի օրինակն էլ կարող եմ ասել 25 թվականի ձեր գյուղի մեջ մենք կառուցեցինք եւ բացինք մարզասրահ, որով կօգտվեն նաեւ այս դպրոցի սաները, ինչու՞ չէ մեծերն են։ Բարեբախտաբար Ներսես Սիմոնյանն ունենալով կյանքի դառը պատմություն այսօր կենթանի է ու իր իսկ հիմնադրած դպրոցի 60-ամյակին պաշտոնական հյուրն էր, չնայած պատշաճ տարիքին նա մեծ հետ կիսվեց իր հուշերով։ Այսօրվա տոնը դա իմ տոնն էր, որտեղ դպրոցի առաջին դիրեկտորը ես եմ եւ դպրոցի բացման համար մեծ դեր են կատարել իմ ընկեր Գրաբսկի Հովակիմի եւ ես միասին ժամանակ դիրեկտոր ուսուցման էի, բողոքեցինք ուրեմն գյուղի մեծ երեխաների արդեն դպրոցը հերիք չեր անի, բացվեց երկրորդ դպրոց, սա մեծ դժվարությամբ։ Եվ այդ դպրոցի դիրեկտորը ես նշանակվեցի 65 թվականին եւ այդ դպրոցը շարունակեց իր գործունեությունը։ Այսօր շատ հպարտ եմ, որ այդ դպրոցը իր 60-ամյակն ապրում եւ շատ նշանավոր աշակերտներ եք տվել։ Դպրոցում աշխատեցի ես 24 տարի ավարտելուց հետո իմ աշխատանքը շարունակեցին իմ աշակերտները։ Այսօրվա ուրեմն դիրեկտորը Արոյանը նաեւ իմ դպրոցի աշակերտն է եւ շատ ուրախ եմ, որ նա նույն ձևի շարունակում է մեր դպրոցի հետաքրքիր տրադիցիան եւ այսօրվա տոնակատարությունը գեղեցիկ կերպով անցկացվեց։ Տարիներն անցնում են, սակայն անցյալի հուշերն ու բարի գործերը միշտ մնայուն են։ Մանկավարժի արած աշխատանքը անջնջելի է յուրաքանչյուր աշակերտի կյանքում, իսկ բարի գործը անգնահատելի։ Մարդկության համար ամենաթանկ բանը դա կրթությունն է հասկացողի համար, որտեղ մարդը տարբերվում է աշխարհի մնացած բոլոր կենտրոններից միայն իր գիտակցությամբ։ Գիտակցություն, աշխատասիրություն, բնություն ճանաչել միայն կարող են այն մարդիկ, որոնք ի վիճակի են կրթվել, սովորել, իմանալ։ Հեշտյան ունեցել է սկզբնագաշրջան մի դպրոց 1965 թվականին միջնակարգ դպրոց, որի դիրեկտոր էր հոյակապ մի ուսուցիչ, հետագայում դասախոս Գրաբսկի Հովակիմ Արտյոմի եւ դիմանակ։ Հունվարին այն ժամանակ դպրոց կիսամյակ, առաջին կիսամյակ, երկրորդ կիսամյակ այժմ նման չեն։ Երկրորդ կիսամյակին շատ էին դպրոցն արդեն շահագործման անցավ, այդ դպրոցի աշակերտների մի մասը բարձր դասարան աշակերտներ տեղափոխվեցին ներկա դպրոցում, դեռ այն ժամանակ միասնական է։ Իսկ արդեն սեպտեմբերին վերահսկելու ժամանակ անջատվեց դպրոցից 8-ամյա դպրոց, միջնակարգը մնաց իր տեղում, 8-ամյա դպրոցը տեղափոխվեց ներկա Հեշա երկրորդ համարի դպրոց, որի դիրեկտորը նշանակվեց Սիմոնյան Ներսես, ուսուցվար Մարգյան Կարապետ։ (1965) թվականի ավարտական դասարանի աշակերտներից մեկն եմ։ 60 տարի կինը։
Մենք այնպիսի դասարան ենք եղել, որ աղջիկ ջան, ունեցել ենք 4 հատ գիտությունների տեխնացու մեր դասարան, մնացած բոլորն էլ ինստիտուտ, համալսարան եւ այլ բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Ամենակիչ տեխնիկում եմ ես սորվի, են էլ 2 տեխնիկում եմ ավարտել, կարմիր դիպլոմով, 2-ն էլ կարմիր։ Հիմա ինչ գուզեմ ասել։ Մենք այնպիսի գյուղ է մեր գյուղն ունենք հանրահայտ երեխաներ, հիմի սաղնել, կաշխատեն Թիվլիսում, ուրոլոգ կաշխատեն, և մյուս կենամ որ իրենց աններ թվյարգեմ, Դանոյան Տիկրան, Հոյակապ Երևույթ, Թիվլիս, համ կաշխատի, համ կսորվի, Մարիգյան Խնգյանոս, կաշխատի կսովորի, Աստոյան Վանիկ, կաշխատի Երևանում, Հովսեփյան Վիկտոր կաշխատի, այնպիսի տղաներ նույն, Գերկիգյան Վիտալիկ, նորեն, Գերկիգյան Էդմոնդ, սաղն էլ ես դպրոցի թողարկած ժառանգն էին։ 60 տարի դու տեսան, հարկեզ ասված եկանք նորից կեզ տեսան, ու չեմ տղրում ուրախանում եմ կեզ հետ, հպարտ եմ, որ ես էլ կոսանել եղել, 60 տարի դու տեսան, հարկեզ ասված եկանք նորից կեզ տեսան, ու չեմ տղրում ուրախանում եմ կեզ հետ, հպարտ եմ, որ ես էլ կոսանել եղել, մեր ժողովրդի հետ շնորհավորում եմ այդ մեր դպրոցի 60 տարին կցանկանամ մեր դասադուներին, մեր ուսուցիչներին, մեզ ապրել են, սիրել են, սովորեցրել են, առողջություն են նրանց, բոլորին, հաջողություն, միշտ անգամ կանք տեսնենք մեր ուսուցիչներին, մեր ժողովրդին լավ, առողջ եւ հաջող։ Հեշտյայի թիվ 2 հանրային դպրոցի 60-ամյակին նվիրված միջոցառումը դիտեք ամբողջությամբ առաջիկա օրերին, Փարվանա հեռուստատեսության եթերում։